Դե սպասում եմ զանգիդ։ Քեզ ասել եմ, չէ, ինքնուրույն ոչինչ մի ճշտի։ Ուրիշ զանգ էր, պես պապ։ Ինչ ես խափում։ Չեմ խափում, ուրիշ հարցով են զանգել։ Ինչ հարց։ Էվայի պապ։ Գերմանիայում բժիշկ եմ գտել, ով Էդգար, մենք լավագույնների մոտ ենք Էվային տարել։ բայց ոչ բոլորի, չէ։ Լավ էլի Էդգար։ Պապ, ես Էվայի համար պատրաստ եմ աշխարհի մյուս ծերը գնամ։ Մենակ իմանամ ինչ որ բանի հույս կա։ Իսկ Էվան պատրաստ է։ Ավելի վատ բան չկա, քան չարդարացված հույսը։ Ավելի վատ բան չկա, քան հարազատի կորուստը, պա։ Էվա ջան, Պապ ջան, մի քիչ հոգնած եմ, գնամ հանգստանամ։ բան չի եղել, ուզում ես բժիշկ կանչեմ։ Լավ էլի, պապ, ով է հոգնածության համար բժիշկ կանչում։ Սոված չես։ Հաստատ մի բան եղել է։ Այդ ինչ ես անում։ Ես գիտեմ քնած ես։ Չէ։ Քունս փախել է։ Ինչ ես նայում։ Համասան եմ նայում, բայց այս բժշկականը ամենաթանկն է։ Ինչի դրանք անվճար տեղ չունեն։ Չգիտեմ ունեն թե չէ, բայց եթե ունենայել կոնկուրսը այնքան մեծ է լինելու, չգիտեմ ես կանցնեմ թե չէ։ Հարց, բայց դու նոր ավարտած աշակերտներից չես էլի։ Լիքը բան գիտես, եկա բժիշկ մարդ ես։ Չգիտեմ ապեր։ Կարող ուզում ես մի հատ նոր խանութ թալանեն գնաս սովորես։ Լուրջ ես ասում։ Ոնց որ հավեսի ես, հա, անգե։ Լավ, հանգստացի կատակ եմ անում։ Բայց կատակը մի կողմ դու պետք է անպայման սովորես ընտրի համալսարանդ։ Ես ու Ռոբն էլ ուսանող կպայենք, ինչ ա եղել։ Ռոբ, ինչ կա։ Բան ա եղել Ռոբ։ Խոսը ախպեր ես։ Ռոբ։ Թվեք։ Էվան ամբուժելի հիվանդ է։ Սրտի արատ ունի։ Դիագնոզը հաստատ գիտես։ Ինչքան գիտեմ, այսօր բժշկությունը այնքան է զարգացել, որ ամեն ինչ բուժում է, չէ՞։ Քո կարծիքով իրանք այդ ծևերը չգիտեն արս։ Չեմ փորձել։ Սոված չեմ, պապ։ Կարելի է։ Դու ես։ Արի։ Ոնց ես։ Գիտեմ ինչի մասին ես խոսելու։ Ավելի ճիշտ ում։ Չէ, պապան խնդրել է, որ բան չխոսամ այդ մասին։ Դու էլ լսել ես ու չես խոսալու։ Դեռ չէ։ Ուղղակի եկել եմ տնամ ոնց ես։
Լավ եմ այդ նորմալ։ Հաստատ։ Եվ գիտես ինչն է վատը։ Երբ որ ինչ-որ բան է քո հետ եղել, ու դու ինձ այդ մասին ոչ մի բան չես ասել, այդ միտքը ինձ հանգիստ չի տալի։ Ես կարամ բոլոր մարդկանց նման ուղղակի լինեմ անտրամադիր։ Առանց պատճառի։ Չէ, պատճառով։ Բայց կարա լինի, չէ, որ չուզենամ ոչ մեկը իմանա այդ պատճառի մասին։ Որովհետև այդ իմ սահմաններն են։ Ես չեմ ուզում մեկ, որ դրա մասին ինչ-որ մեկը իմանա, կարելի է, չէ։ Հասկացա։ Բայց ես մի բան պետք է խոստանաս։ Իհարկե, առանց քո պաթետիկ խոստումների մենք երկուսս այսօր չենք քնի, ասա։ Պետք է ինձ խոստանաս, որ եթե քեզ նեղացնի, պիտի թակուն չպահես ինձանից։ Հենց հիմա խոստացի։ Այդ ինքը ինձ չի նեղացնի։ Ու մենք չենք էլ հանդիպելու։ Ուզում եմ վստահես ինձ։ Վստահում եմ քեզ։ Բայց իրեն չէ։ Ուզում եմ իմանամ, ես էլ եմ քո համար այդքան լավ քուրիկ, ոնց որ դու իմ համար։ Կարելի ավելի լավ լիներ։ Չկծես չի լինում։ Ապեր ես ինձ կարամ պաշտպանեմ։ Ես էլ գիտեմ։ Ուղղակի դու մամայից հետո իմ ամենաթանկ մասնիկն ես իրանից մնացած։ Ես ուղղակի ստեղ եմ քո մասին հոգ տանելու համար։ Այդքան բան։ Ու արի դու ինձ մի զրկի այդ իրավունքից։ Կան մարդիկ, ում համար ճշմարտությունն ընդունելը փրկվելու ու փրկելու միակ տարբերակն է։ Դու ստիպված ես ժամանակավոր ցավեցնել մշտական տառապանքից փրկելու համար։ Քեզ գուցե մեղադրեն, գուցե ասեն, որ չիմանալն ավելի լավ էր։ Անտեղյակության մեջ կյանքն ավելի հեշտ է, ավելի հարմար։ Բայց մարդ պիտի պատրաստ լինի կորցնելուն։ Պիտի իմանա, որ հանդիպումը բաժանումի սկիզբն է։ Ու հա, դժվար է։ Դժվար չի սեր գտնելը։ Դժվար է պահել սերը։ Դժվար չի գտնել մարդ, ում համար պատրաստ ես ապրել։ Դժվար է գտնել մարդ, ում համար չես ափսոսի մեռնել։ Այնքան հեշտ ենք բաց թողնում, կորցնում։ Այնքան հեշտ ենք սովորում ինչ-որ մեկի բացակայությանը։ Այնքան հեշտ ենք հարմարվում մարդուն էլ երբեք չտեսնելու մտքին, առանց նկատելու, որ ամեն հեռացողի, ամեն կորստի ու ամեն բաց թողած հանդիպումի հետ մենք կորցնում ենք մեր մի մասը։ Ապրել աշխարհում իմանալով, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը մոռանում է քեզ, մոռանում է քիչ-քիչ, մաս, քեզ սպանելով իր մեջ, սպանելով իրա սրտում, սպանելով իրա սիրտը քո հետ միասին։ Սիրտը, որի մեջ մի ամբողջ աշխարհ է տեղավորվում, բայց գրողը տանի ոնց է, որ այս ամբողջ աշխարհում այդ սրտի համար մի փոքր տեղ չգտնվեց։ Բայց ես ուզում եմ ինձ հեշտ բաց թողնել։ Ուզում եմ մոռանան հեշտ։ Ուզում եմ չցավեն մարդիկ, ում համար իմ սիրտը դեռ ապրում է։ Հա, մամ ջան, զանգել էիր, Լա պապիլոնում եմ, Նազի մոտ։ որոշել եմ այսօր տան համար մի քանի սպասք վերցնեմ, դե, որովհետև աղջկատ կյանքում այսօր շատ կարևոր օր է։ Կասեմ կիմանաս միշտապի։ Գիտես չէ, մամ, հենց եկար Ամերիկա, քեզ բերելու եմ այս խանութ։ Ինձ թվում է քեզ դժվար է լինելու ստեղից հանելը, բայց
Ռոբ։ Ռոբին չես տեսել։ Չէ, նորմ զարթնա։ Տունը չի։ Հա ուր է այս ժամին ախպեր։ Չգիտեմ, երևի տունն չի քնել։ Արս պետք է օգնենք Ռոբին։ Ինչո՞վ օգնենք։ Այդ մարդը ճիշտ է ասում։ Էվայի համ հերը, համ ախպերը իր համար ամեն ինչ արել են։ Ինչ հնարավոր էր անել, արել են։ Էլ ինչ անեն։ Դե չգիտեմ, կարող է ինչ որ բան մտքներով չի անցել կամ ինչ որ ինֆորմացիա չեն տիրապետում կամ չգիտեմ 1000 մի բան։ Պետքա մի բան, որով հույս տանք իրան։ Բայց ինչ հույսի մասին է խոսքը։ Ռոբը պարզ ասեց։ Էվան գիտի, որ սրտի արատ ունի։ Իծնե ունի սրտի արատ։ Ու իրան ոչ մի բան չի կարա փրկի։ Հիմա ինչ ասենք, գնանք ասենք ամեն ինչ լավ կլինի, ուզում ես ծիծաղել տանք մեր վրա։ Ապա դու լրիվ բժիշկ ես, են սառնասիրտ բժիշկներից են։ Հիվանդ ջան, դուք ընդհանրապես շանս չունեք։ Դու չես հասկանում, որ բժիշկը եթե ամեն հիվանդի հոգեվիճակը վերցնի իր վրա, կգժվի ախպեր։ Չի կարա տենց։ Արժան ոչ Ռոբն է ամեն մեկ, ոչ էլ Էվան։ Այդ աղջիկը իմանալով թե մենք ինչ ենք արել, եկել էր ինձ օգնում էր։ Հիմա ընդհանրապես պետքա գտնել Ռոբին։ Պետք է ես վիճակում մենակ թողել այդքան բան։ Զանգեմ տնամուրը։ Չի պատասխանում։ Ուր արել տղան։ Պապ ջան, բարի լույս։ Բարև բարես։ Գնում ես արդեն։ Հա, դու էլ։ Հա, դելտայում գործ ունեմ։ Ուզում ես քեզ տանեմ։ Չէ, ես կգնամ։ Բարի լույս։ Բարի լույս։ Էդգար, ես արեստանոց եմ գնում։ Խանութ դու կգնաս։ Պրոբլեմ չկա, բաբ ջան։ Իսկ կարող է այսօր հրաշք տեղի ունենա եւ մենք ընտրենք տանից դուրս։ Լավ բան ասում գիտես։ Սպասի, մենք այս ժամին հյուր ունենք։ Ոնց ես։ Ասա ինչ եմ։ Բարև ձեզ։ Էդգար, Ռոբնը։ Արդեն հասկացա։ Կարողա ձեզ խանգարեցի։ Դուրս եք գալիս։ Հա, բոլորս շտապում ենք շատ, պիտի հենց հիմա գնանք։ Ես չեմ շտապում։ Դու պապան գնացեք, իսկ մենք այդ ընթացքում կխոսանք իրար հետ։ Ավելի լավ։ Ճիշտն ասած, մի ժամ ունեմ, ես էլ չեմ շտապում, կարամ դեռ մի ժամ տանը մնամ։ Եվա հանգիստ տեղի։ Մենք հետո կխոսանք։ Չէ, Գնա Էվա։ պապասա։ Եվա ջան, թող խոսեն։ Իսկ կարողա մենք դուրս գանք։ Չէ, Բան ես ասում։ պապ, Էդգար, Մի սպասի։ Ինչ ես խառնվել իրար։ պապ, ինչ պիտի խոսեն, թող մեր մոտ խոսան։ Թող ծանոթանան։ Էդգարը հով այրենի չի, ոչ էլ անտակ դա։ Ռոբն էլ երևում է լավ տղայա, լեզու կգտնեն։ Ինչ էր երեք եղել։ Էվան մի տեսակ անտարամադիր եկավ տուն։ Մի քիչ բարդ խոսակցություն ենք ունեցել։ Ինչի մասին։ Ես պետք է իմանամ ամեն ինչ։ Այդ մենակ ինձ ու Էվային է վերաբերվում։ Միակ բանը, որ կուզեմ դու իմանաս, այդ էնա, որ Էվային կյանքում չեմ նեղացնի։ Հա, գիտեմ, կարող է պետք է մի քիչ շուտ գայի քեզ թե նայի խոսայինք։ Ես քեզ էլ եմ հասկանում։ Դու դժվար ինձ հասկանաս։ Ես քուր չունեմ, բայց շատ լավ հասկանում եմ ինչ է նշանակում քլոջը վստահել նենց մեկին, ում չես էլ ճանաչում։ Դու էլ շատ բան չգիտես։ Գիտեմ։ Գիտեմ ու պատրաստ եմ իր հետ այդ ճանապարհը անցնեմ։ Անկախ նրանից, թե վերջում ինչ է լինելու։ Ու այդ վերջը երբ է գալու։ Ուր են ախր չեն երևում։ Աղջիկ ջան, բակում են։
Իրանց համար զրուցում են։ Պապա, խր չես հասկանում, Ռոբը Ռոբը ինչ։ Ռոբը Ինչ անհանգիստ ես։ Չգիտեի, որ սենց շուտ խառնվողներից ես։ Պապ, որ բարձր ձայներ լսես կխառնվես, չէ։ Այ իհարկե։ Ոչ են կռվելու։ Հասուն տղերք են։ Վիրակապի չկպնես, եթե Արուն գա կզանգես։ Շատ լավ բժիշկ չէ։ Մեկ էլ Ռոբը որ զանգի, էլի կզանգես։ Բարի։ Սխարը օրերին կուզենայի տունը մնայի, բայց էլ չեմ կարող գործի չգնալ։ Չէ, չգնալ չկա, ախպերս։ Արդեն կասկածել է այսքան չգնալը։ Նորմալ է որ չեմ գնացել, բայց հիմա որ չգնամ, տեղս մարդ կվերցնեմ։ Արս։ Այս ամեն քիչ որ լավանամ, հաստատ էս է գործ կճարը մնացա, որ քո վրա չենք մնա։ Դու այդ մասին մի մտածի։ Դու ավելովա շուտ լավացի։ Ու նայ հանկարծ չծխես։ Լավ էլի։ Նա եկել եմ հանկարծ ծխի հոտ եմ առել, ինձ շնեղանաս։ Գնա։ Հա։ Հա, ոնց չեմ գալիս եմ։ Հա, հիմար գալիս եմ։ Ուղղակի մի հատ գործ պատահեց։ Հա։ Կերել եմ։ Գնաց գործերով պայմանավորվեցինք, որ հետո կտեսնենք մի բաժակ բան կխմենք իրար։ Ասում եմ Ռոբ ջան, ես ինչ կարքին տղա ես դու, քուրս օրը ցերեկով լույսը վառած, սենց տղա մանգար չէր գտնի։ Լավա գոնե դու ես իրան գտել։ Ես ասի, հա, այ ջան, տենսն եմ ես։ Որոշել ես հետս մենակ բացականչություններով խոսաս։ Չէ, կոնկրետ հարցերով։ Ինչի ես եկել։ Դե որովհետև դու շարունակել էիր։ Ինչը։ Դե ռեգում արած է։ Ռոբետ, մանկական խաղեր են, իսկ այս կյանք, որտեղ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Բայց դու ասել էիր, որ կհասկանաս, չէ՞ որ ես չգամ։ Այդպես էլ կա։ Բայց ինչի՞ չես հասկանում, որ եկել եմ։ Չեմ հասկանում, ինչի՞ ես մտածում, որ ես չգիտեմ, թե ինչ եմ անում, որ ես չգիտեմ, թե ինչ եմ զգում։ Իսկ ինչ ես զգում։ Ռոբ։ Արդեն գնում ես։ Հա, ես արդեն դուրս գամ։ Ամեն ինչ կարգին է։ Ես Էդգարի հետ խոսացի։ Կարծում եմ մենք իրար հասկացանք։ Լավ։ Եվա, ես գնացի։ Երեկոյան ոնց պայմանավորվել ենք։ Էդգարին կասեմ սեղան ամրագրի։ Լավ, պապ ջան։ Դա ինչ սեղանի պահա։ Ծնունդս է այսօր։ Լուրջ։ Բենչի ինչ չէիր ասում։ Որ ասե ինչ էիր անելու։ Դե այն ինչ որ անում են ծնունդի ժամանակ։ Ծնունդս չէ։ Իսկ ինչ ես խափում։ Որովհետև ծնունդս շատ եմ սիրում, իսկ այդ օրվան դեռ շատ կա։ Հասկացա։ Լավ, Ռոբ, ես իսկապես շտապում եմ պիտի գնամ։ Եվա, բայց մենք նրանցով չխոսացինք։ Կարծում եմ դեռ կունենանք ժամանակ խոսալու։ Կարող է ես քեզ տանեմ։ Չէ, ուզում եմ մենակ մնամ, որովհետև մտածելու շատ բան ունեմ։ Գնացի։ Եվա։ Ինչքան էլ մտածես, ինչքան էլ ծանր ու թեթև անես, դրանից բան չի փոխվի։ Մենք կապված ենք իրար։ Գնացի։
Կներես, քեզ չէի սպասում։ Դե որ հասցե տվեցիր, ասացիր, երբ ուզեմ կարամ գամ։ Հա, ուղղակի գոնե մի հատ զանգեիր, բա որ տանը չլինեի։ Լավ, կներես, ուրեմն մի ուրիշ անգամ կգամ։ Չէ, նորմալ է, ներս արի։ Արի։ Մի քիչ անհարմար ստացվեց։ Նորմալ է։ Նստի։ Լավ ես։ Չգիտեմ։ Երևի։ Անինց թվում է, թե անտրամադիր ես։ Կարող ինչ-որ բան ա եղել։ Կներես։ Էդ, ուր ես։ 3 օր զանգերից չես պատասխանում։ Ինչ ա եղա Աննա։ Ոչ մի բան։ Ուղղակի ուզում եի իմանայի ուր ես, ինչի չես գալիս։ Այս 2 օրը Երևան խառն է։ Այս 2 օրը։ Ես էլ մտածում էի այսօր գոնե միասին կընտրենք։ Այսօր չեմ կարող Աննա, պապայի ու Եվայի հետ պետք է գնամ ընթրիքի, խոստացել եմ։ Ուղղակի լավ առիթ էր, որ Որ ինչ։ Ասեցի չի լինի այսօր։ Կզանգեմ հետո։ Ան ինչ եղավ։ Ջուր ուզում ես։ ոչ մի բան չէ։ Ով է այդ Էդգարը։ Էդգարը իմ պատիժն է։ Չգիտեմ կյանքի ինչի ասենց ինձ տանջում։ Մտածում էի լուրջ է։ Մտածում էի, որ կամուսնանանք։ Դրա համար չէի շտապում։ Տարի ու կես։ Բայց ինչքան գնաց, այդքան ինձանից հեռվանում է։ Իսկ կարող է պետքա որ դու հեռվանաս, եթե քեզ տենց չի գնահատում։ Չեմ կարող։ Որովհետև հղի եմ։ Ու ամենադաժանը այն է, որ հղի եմ տղամարդուցով ընդհանրապես չի ուզում ինձ տեսնել։ Արսեն ջան, նոր մեքենա է եկել, պլիզ մեկ գնայես։ Ես չեմ վերջացրել դեռ։ Արսեն ջան, այնքան աշխատանքի չես եկել, ավտոները հավաքվել են։ Մի հատ հաճախորդին սպասարկի հետ հետո կանես։ Լավ, հիմա նայեմ։ Ինչ խնդիր կա։ Բարի օր։ Ձեն է գալիս մտնա էլի։ Ինչ ձեն է։ Ես սրանից գլուխ չեմ անում այո։ Լավ, հիմա կնայեմ։ Հա, Սոֆի, ուր ես։ ընկերոս տունը Աննայի մոտ ասացի որ գալու։ Դու ո՞լ տեղ ես։ Նոր ենք եկելուց պես դու լավ էլ ֆրֆռում ես։ Խորան, բայց դու չասեցիր որ փորձեմ ինտեգրվեմ։ Պատմություն մի սարքի լսում ես։ Ունես որ չասեի տուններ նստելու։ Հա ու այդ ընկերուհու ասա թողը ծանոթանա մի օր։ Թե չէ տենց հանկարծ օթում ընկերուհի է հայտնվել։ Ու հենց այսօր ասա թող գա։ Այսօր չի կարա։ Ասի դու կարող ես ապուշի տեղս դրել։ Այդ ինչի չի կարա։ Խորան, որովհետև իրեն լավ չի զգում այսօր։ Համել կարող մի քիչ երկար մնամ։ Երկար չես մնա, շուտ կգնաս տուն։ Խորան, Կգնաս տուն ասացի։ Մեկ լացուկոցը դնում ես որ մորդ ու քրոջը թողեցիր Երևան եկար լոս, հիմա էլ եսին որտեղ արենք ֆրֆռում ես ամեն օր։ Ուլուսի քեզ ինչ եմ ասում, լավ կլինի ընկերուդ համոզես հենց այսօր գա հետդ։ Աստված ջանի ես սկսեմ կասկածել սով։ ինչ կասկածես։ Ինչ պետքա կասկածես։ Մի երկարացրու։ Պատրաստ է։ Շուտ կգնաս տուն։ Պատրաստ է, նորմալ է սա։ Բաներ թույլացել ձգեցի։ Լավ է։ Ինչ եմ վճարելու։ Ոչ մի բան։ Ոնց ոչ մի բան։ Թիվը տասը։ Ոչ մի բան պետք չի, բան չեմ արել։
Չէի մտածում, որ լոսում իմ համար ձերի բանանող կլինի։ Մերսի։ Հայը բոլոր տեղերն էլ մնում է հայ։ Ճիշտ ես։ Նոր եք եկել։ Թե անոր ենք տեղափոխվել։ Բարի ճանապարհ։ Սով, լավ ես, նորմալ ամեն ինչ։ Դե լավ ես։ Արդեն լավ։ Կներես այդ տեսարանի համար։ Ամեն ինչ օքեյ։ Մերսի, որ այստեղ ես։ Իհարկե։ Լսի, խորենն էր զանգել։ Ասաց, որ վատ չի լինի, եթե դու էլ մի օր մեզ հյուր գաս։ Լավ։ Մի օր անպայման կգամ։ Ուզում ես այսօր գնանք, համ էլ կցրվես։ Չէ, կներես, բայց այսօր տրամադրություն չունեմ։ Թող մնա մի ուրիշ անգամ, հա։ Okay, հասկանում եմ։ Ես ձեր հայտը ուսումնասիրեցի, եթե անկեղծ մի քիչ բարդ է, բայց անհնարին ոչինչ չկա։ Դուք այն ժամկետներում եք նախատեսում։ Ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ լինի։ Եթե մոտակա 2 ամսում կարողանանք լողնաձևակերպել, իդեալական կլինի։ Հասկացա, ուղղակի պետք է վարկը մի հատ էլ վերանայվի։ Իսկ տուն ընտրել եք արդեն։ Դեռ ոչ չեմ ընտրել, ուղղակի սկզբից փորձում եմ հասկանալ հնարավոր է լողնը վերցնել, նոր հետո տան հարցով զբաղվեի։ Դուք տունը ընտրեք, իսկ մենք ամեն ինչ կձևակերպենք։ Այսինքն ամեն բան հնարավոր է։ Հանգիստ եղեք, ամեն ինչ կանենք, որ դուք տունը ձեռք բերեք։ Շատ լավ։ Ուրեմն ես սկսեմ տան հարցով զբաղվել արդեն։ Okay, համեցեք։ Այսօր բավականին թեթև օր էր։ Հա, բայց խնդրել էի հիշեցնել, որ վաղը պետքա գնաս շների ապաստարան։ Օ, այդ վաղն է։ Շատ լավ։ Okay, ուրեմն կգնամ այնտեղ, հետո կգամ գործի։ Okay։ Դե գնացի։ Լավ որ քեզ։ Հա, պապ ջան։ Գալիս եմ արդեն։ Ինչ ես անում ստեղ։ Քեզ էի սպասում։ Բայց ես գործեր ունեմ։ Գիտեմ եղա, բայց պիտի խնդրեմ, որ հետս գաս։ Որ։ Այսօր Արսենը գիշերվաս մենա, Լյովի վիրակապը պիտի փոխվի։ Դու էլ գիտես, ես արուն տենում սիրտս վատանում է։ Մի խոսքով կօգնես։ Հա, իհարկե։ Արի գնանք փոխեմ, հետո կգնամ։ Գնացինք։ Դες ինչ շուտ եկա, ասում էր երկար ես մնալու։ Այս մոծակները գժված մտել են տուն։ Հա, ծանոթ մոծակներ են։ Մտնում են ուրիշի տուն ծխում փախնում են։ Հա, շատ անդաստիրակ մոծակներ են, ասեմ իմանաս։ Ռոբիս նորություն կա։ Հա, զանգել էր։ Ասաց ուշ կգա Եվայի հետա։ Դե այդքան ասաց, էլ բան չհարցրեցի։ Ասաց կգա կպատմի։ Արս քորը ոնց անցավ։ Արս։ Արս։ Մենակ ես։ Բաում հետ պիտի լինեմ։ Ուր էիր։ Ես չասացի շուտ տուն գաս։ Աննան վատ էր զգում, ասեցի չէ, ես իրան շատ պետք էի։ Շատ պետք էր։ Իսկ քո տանը պետք չես։ Խորին մի սկսի, էլի Լսի, հանկարծ չփորձես սխալվես։ Դու առանց ինձ ոչ մեկ ես, լսում ես, ոչ մեկ։ Դե լավ էլի, Ռոբ։ Ինչի ես սենց անում, ախր քեզ ասեցի, չէ՞ որ սպասում եմ։
Զանգի ասա, որ իմ հետ ես։ Ախր գիտես, որ կարևոր բան ունեմ անելու։ Մի րոպե սպասի։ Այսօր իմ ու քո ծնունդն է։ Չենք։ Երազանք բայ։